Ողջույն, առաջինի եթերում Սիրանկյունն է, այսօր մեր հյուրն է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը։ Բարև ձեզ, պարոն Միրզոյան։ Բարև ձեզ։ Դուք մեկ անգամ չէ, որ ասում եք պատկերասրահը մահացած նկարիչների տեղ է։ Ինչով կարող եք այսօր հիմնավորել ձեր ասածը։ Ես խնդրում եմ այդ բառը չօգտագործել մահացած նկարիչների, դա այն նկարիչների, որոնք կյանքից հեռացել են, եւ դա չի նշանակում, որ միայն կյանքից հեռացած նկարիչների եւ ժամանակակից նկարիչների համար է դա, այսինքն ազգային պատկերասրահը տարիների ընթացքում ունենում է այնպիսի հավաքածու, որը անհրաժեշտ է։ Եթե մենք այսօր ունենանք ժամանակակից նկարիչների, այսինքն մեր անկախության 20 տարվա ընթացքում ստեղծած ստեղծագործությունները 50 տարի հետո դրանք լինելու են արդեն արխիվացված, ֆոնդային, արխիվային աշխատանքներ։ Եվ մենք այս տարի անպայման պետք է բացենք մի ցուցահանդես, որի իմ առաջարկությամբ 20-ամյակին նվիրված, որտեղ այդ ժամանակահատվածում ստեղծված ստեղծագործությունները պետք է միայն լինեն եւ այդ բոլոր աշխատանքները պետք է ցուցադրվեն, այսինքն ասեմ, որ դա լինելու է ազգային պատկերասրահի գիտական մասի հանձնաժողովի ընտրությամբ։ Եվ այդ բոլոր աշխատանքները նվիրելու են ազգային պատկերասրահին։ Դա լինելու է մեր նվերը ազգային պատկերասրահին։ Պարոն Միրզոյան, այսինքն եթե ճիշտ հասկացա, անկախության 20 տարիների ստեղծագործողներն են բացառապես ներկայացնելու իրենց գործերը, թե կենթանի, թե փաստորեն արդեն կյանքից հեռացածների գործը ներկայացնեն։ Այն նկարիչները, որոնք այդ ժամանակահատվածում ստեղծագործել են։ Նվիրատվությամբ կլինի, թե պիտի նաև վճարեք։ Ոչ, մենք կտպագրենք կատալոգ եւ դա բոլոր այդ աշխատանքները կնվիրենք ազգային պատկերասրահին։ Պարոն Միրզոյան, ինչպես հասարակությունը ընդհանրապես վստահ լինի, որ հանձնաժողովը իսկապես արդար քննություն կիրականացնի։ Գիտեք, դուք մի ցավալի թեմայի եք գտնում, որը ես կարող եմ ասեմ, որ մենք պետք է այդքան հիվանդագին չընդունենք։ Բոլոր այն մրցույթները, այն հանձնաժողովները միշտ քննարկվում են, քննադատվում են եւ այստեղ պետք է հավատալ եւ համոզված լինել, որ այդ հանձնաժողովի անդամները կլինեն արդար։ Թեկուզ ես ձեր թեման կարող եմ ասել, ոչ միշտ է լինում ճիշտ ընտրություն։ Այսինքն մրցույթների ժամանակ նույնպես լինում է։ Դա արդեն եթե ընտրված է 5 հոգի, այդ 5 հոգին են որոշում, որը պետք է լինի։ Պարոն Միրզոյան, այսօր Հայաստանի ազգային պատկերասրահը ինչ է անում կերպարվեստի արդիականացման ուղղությամբ, բացի այս վերջին ձեր նշածը, առհասարակ ինչ աշխատանքներ են կատարվում։ Ամենամեծ աշխատանքը, որը ես կարող եմ ասել, դա կառավարության որոշումով, վարչապետի հանձնարարականով հիմա ստեղծում են նոր կայք, որը պետք է մոտ ժամանակներս բացվի։ Մինչև դա մենք արդեն ընդգրկել էինք եւ բոլոր ազգային պատկերասրահի հավաքածուների բոլորը թվայինացված են եւ այսօր մենք համակարգիչի մեջ կարող ենք տեսնել որ նկարը որտեղ է, նրա անձնագրային բոլոր տվյալները ընդգրկված են այդ համակարգիչի մեջ, այսինքն մեծ աշխատանք է կատարվել, որպեսզի ֆոնդերը եւ ցուցադրությունը միանշանակ մեր աչքի առջև լինեն։ Այսինքն կայքում տեղադրված կլինեն ամբողջ պատկերասրահի ֆոնդը, կայքում առանց ոչ բոլորը, որովհետեւ դա մեծ ծավալային աշխատանք է, հետագայում կամաց-կամաց կընդգրկվեն։ Պարոն Միրզոյան, աշխարհին ցույց տալու առումով, աշխարհում ինտեգրվելու առումով ինչ են կանում։ Ինչ աշխատանքներ, բացի կայքը ցուցադրելուց ու հասանելի դարձնելուց, արդյոք խնդիրներ չունենք աշխարհում ներկայանալու առումով։ Վերջի տարիները, անկախության տարիների ընթացքում, որպես Հայաստանի ազգային պատկերասրահ, ոչ թե սովետական միության մեջ ընդգրկված որպես թանգարան, այլ որպես Հայաստանի ազգային պատկերասրահ, կարող եմ ասել, որ այս տարիների ընթացքում երևի 20-ից ավել երկրներում ցուցադրվել են ազգային պատկերասրահի հավաքածուն։ Օրինակի համար վերջերս ցուցադրվեց Հոլանդիայում ցուցահանդես, որտեղ ազգային պատկերասրահից ցուցադրվել էր 10 աշխատանք։
Ընտրությունը ինչպես եք կատարում։ Համատեղ տվյալ թանգարանի տնօրինության հետ։ Այսինքն թեմատիկան բացալինում, այսինքն արևելքի մեջ ընդգրկված մեր Սուրենյանցը, Սարյանը եւ ընդգրկված մինչև անգամ մենք ներկայացրել ենք եկեղեցական գեղանկարչությունը, որը շատ բարձր մակարդակով Հոլանդիայում ցուցադրվել է։ 20 տարվա մեջ 20 ցուցահանդեսը արդյոք քիչ չի ցուցադրվելու առումով։ Դա մի քիչ շատ է։ Որովհետև ցուցահանդեսները մենք պատկերացնում ենք այսօրվա մեր քաղաքի ցուցահանդեսները օրեկան 5-6 ցուցահանդես է բացվում, դա մի քիչ վերածվում իմ կարծիքով շոուների, իսկ մշակույթը ավելի լուրջ եւ ավելի մեծ ճիշտ ձևի պետք է հասկանալ։ Ամեն մի ցուցահանդես պետք է ունենա իրեն ասելիքը։ Հասկանում եք։ Մեր ասելիքը ո՞րն էր կոնկրետ Հոլանդիայում։ Ինչ է ճանաչեն հայ ժողովրդին որպես կերպարվեստի։ Մենք որպես փոքր ազգ ունենք ճանաչելի լինելու խնդիր ինչ որ առումով։ Միանշանակ։ Մենք միշտ մենք ենք լինում, խոսում ենք իրար մեջ, մեզ թվում է, թե բոլորը մեզ գիտեն, մենք շատ լավ նկարիչներ ունենք, շատ մեծ նկարիչներ, այո, մենք շատ տաղանդավոր ենք, գիտեք, դա այդպես չի, ինչպես մենք ներկայացնում ենք, մենք հենց հիմա ունենք, օրինակի համար, մի Շվեյցարիայում վերջերս նախագահան եղավ մի ցուցահանդեսին, նման ցուցահանդեսներ անհրաժեշտ են։ 3 տարի առաջ եղավ Փարիզում։ Ժնևյան ցուցահանդեսի մասին է խոսքը գրքի եւ մամուլի։ Տեսեք, այդտեղից են ճանաչում ազգին մշակույթային եւ դա շատ կարեւոր էր։ 3 տարի առաջ եղավ Ֆրանսիայում, Հայաստանի տարին Փարիզում, դա ոչ թե միայն Ֆրանսիան է, Ֆրանսիայում աշխարհի միլիոնավոր այցելուներ են լինում։ Եվ այս տարի, անցած տարի եւ այս տարվա սկզբին Պուշկինյան թանգարանում մենք ունեցանք հրաշալի ցուցահանդես, ազգային պատկերասրահի հավաքածուն, իր 90 տարվա պատմության մեջ առաջի անգամ Պուշկինյան թանգարանում ռուս եւ հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ։ Ինչ ասացիք, դա մենք էինք, որ ներկայացանք դրսում, ներսում դրսից ինչ ենք բերում ներկայացնելու։ Վերջով ես այս տասկում որպես ազգային պատկերասրահի տնօրեն ամենակարևորը համարում եմ, որ մենք կարողանանք մեր ցուցահանդեսները, մեր արվեստագետներին դրսում ցուցադրել, թեկուզ ոչ շատ կարևոր եմ համարում եւ դրսից բերված։ Մենք այս տարիների ընթացքում եւ Իտալիայից ենք ցուցահանդես ունեցել, Սուրբ Ղազարքածով լրիվ հավաքածուն ցուցադրվել է։ Գերմանական դեսպանատան հետ Մաքս Էրնստի ցուցահանդեսը, այսինքն ցուցահանդեսներ, որոնք դեսպանատան հետ համատեղ մենք կազմակերպել ենք։ Մոտ ժամանակներս ազգային պատկերասրահում բացվելու է սյուրռեալիստները, Դալին եւ Կիրիկո, մնացած նկարիչների, սյուրռեալիստ նկարիչների ցուցահանդեսը բերել եք աշխարհից հավաքածուն։ Դա չէ, դա Ամերիկայի եւ Ֆրանսիայի հավաքածու է, որը կցուցադրվի ազգային պատկերասրահում։ Այսինքն, պարոն Միրզոյան, ես գիտեմ, բացի այս աշխատանքներից, մոտավորապես 3 ամիս առաջ նաև կադրային փոփոխություններ ձեզանում տեղի ունեցան։ Մասնավորապես հայ գեղանկարի բաժնի վարիչ ընտրեցիք, հա, Լիլիթ Սարգսյանին արվեստաբան։ Գիտեմ, որ շատ ժամանակակից ակտուալ արվեստի ներկայացուցիչներ ինչ որ առումով արդեն հույսեր էին կապում։ Տեղեկություններ ունեմ, որ այսօր ինքը արդեն չի աշխատում։ Ուզում եմ հասկանալ ինչու։ Ձեր միտքը ինձ համար հասկանալի է, ես չէի ուզի, որ դա մեկ անձով, որովհետև այս տարիների ընթացքում ոչ թե մեկ, այլ 20-ից 30-ից ավելի աշխատողներ փոխվում են, պետք է լինի սերնդափոխություն, միանշանակ, և այսօր էլ ես մտածում եմ, որ այնպիսի մարդիկ աշխատեն, որը պրոֆեսիոնալ են, ոչ թե ծանոթ կամ որևէ բաժնի հետ։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին, իսկապես Լիլիթը շատ շնորհալի արվեստաբան է, երևի սկզբնական շրջանում ոչ թե միանգամից բաժնի վարիչ էր պետք առաջարկել, բայց քանի որ ես իրեն զրուցելուց տեսա, որ ինքը կարող է, բայց երևի դա եւ իմ վրազելու չափանիշներ, նա մի քանի տարի պետք է աշխատեր որ բաժնում որպես գիտ աշխատող, որպիսի ծանոթանար ազգային պատկերասրահի ֆոնդերին,
հասկանում եք, եւ առաջարկությունը մենք տալիս ենք 3 ամսվա ժամկետ ժամանակավոր։ Այդ ժամանակահատվածի ընթացքում երևաց, որ Լիլիթ Սարգսյանը դեռ այնքան չի տիրապետում ազգային պատկերասրահի գեղանկարի ֆոնդերին, եւ ես իրեն առաջարկեցի, որպեսզի առայժմ աշխատեի որպես գիտ աշխատող, հետագայում անպայման կամ տեսնենք ինչ արդյունք է, ինձ հո պետք չի անձը, անհրաժեշտությունն է, որ լինի գիտակ եւ պրոֆեսիոնալ մարդ, որը կարողանա այդ մեծ բաժինը, կարևոր բաժինը ղեկավարել։ Լիլիթի փաստորեն այսօր չաշխատելը ինչ որ առումով նաեւ ձեր մեղքի բաժինն է, ի նկատի ունեմ ձեր երբ որ ասում եք ես չէի տիրապետում իրավիճակին, ինչ որ առումով չգիտեի նրա շտապողականությունն էր պատճառը։ Ես գտնում եմ, որ շտապվեցինք, բայց մեկը էլի չեմ գտնում, որ դա մեղավորություն է, որովհետեւ մենք տալիս ենք 3 ամիս ժամանակ աշխատանքի ընդունելուց բոլորը անցնում են այդ ժամանակահատվածը։ Այսինքն պայմանագրային, երամսյակային։ Այո, 3 ամիս նա պետք է աշխատեր, որպեսզի ես տեսնեի դա կարող է ամբողջական այդ մասսան ղեկավարել, այդ բաժինը ղեկավարել։ Դա է հարցը, այստեղ ոչ թե մեղավորության կամ Փաստորեն երիտասարդ կադրերի հետ դեռ որ աշխատանքը չի ստացվում, ինչ որ առումով։ Ստացվում է, չէ, այդպես չի, բանը նրանում է, իմ կարծիքով Լիլիթը վրազեց, նա պետք է համաձայն հրամանի, նա պետք է դեռ 1-2 տարի, 3 տարի, ինչքան հնարավոր էր աշխատել որպես գիտ աշխատող, ոնց որ բոլորն են աշխատում։ Հասկանում եք, թանգարանին պետք է հասկանալ, ծանոթանալ, գիտակ լինել, թանգարանագետ լինել, հասկանում եք, դա շատ անհրաժեշտ է, դա մի ճյուղ չի, որ ասես, այս ժամանակահատվածի ընթացքն է։ Ինչ զարգացում կա համադրողական աշխատանքի հետ կապված։ Այսօր բոլոր պրոֆեսիոնալ բանի պակասը կա։ Ես միշտ մտածում եմ, որ դա ոչ թե միայն թանգարանագիտության բոլոր մասնագետների պահանջ, մինչև անգամ շինարարի պահանջ, այսօր վարպետի պահանջը, գիտակի պահանջը մեր հանրապետությունում պակասում է։ Մենք գիտենք սակայն, որ ունենք հրաշալի համադրողներ այս տարվա, օրինակ Biennale-ի կազմակերպիչներին, որոնք ընտրել է, ասենք, նույն ազգային ժողովը, հա, 4-5 համադրող են, որոնք կարծեմ, թե գոնե 4-ը հաստատ պրոֆեսիոնալ են, 4-5-ը։ Գոնե նրանք ովքեր ներկայանում են, ես գիտեմ, որ պրոֆեսիոնալ են, ապացուցել են տարիների ընթացքում։ Արդյոք ընտրություն չեք կատարում նրանց միջից կամ ում միջից անուններով ասեք, որ ես հասկանամ ում նկատի ունեք։ Օրինակ ասենք Նազարեթ Կարոյան, Ռուբեն Արեշատյան, Վարդան Նազարեթ Կարոյանի բոլորի հետ մենք հաճույքով համագործակցել ենք, մենք պատրաստ ենք, բայց դուք մի մոռացեք, գոյություն ունի ազգային պատկերասրահ, ժամանակակից արվեստի եւ նպակ հասկացողությունը գոյություն ունի, ամեն ինչը պետք է երկրում կանոնավորված լինի, ոչ թե մենք նրանց թերագնահատելու կամ ինչ որ վատ վերաբերմունքի հարցը, ամեն մարդ իրեն գործով պետք է զբաղվի, չի կարելի ամեն ինչը խառնել իրար, իրենք իրենց գործ անում են, շատ լավ է։ Այսինքն ազգային պատկերասրահում ժամանակակից արվեստի, ակտուալ արվեստի նկատի ունեմ, բաժին այդպես էլ չի բացվելու։ Մենք ունենք ժամանակակից արվեստի թանգարան, որոնք պետք է զբաղվեն այդ հարցով։ Երբ որ դա հասունանա եւ ազգային պատկերասրահը ունենա իրեն առանձին մեծ շենքը, ինչի՞ չէ, կարող է եւ ժամանակին այդտեղից ընտրվի համապատասխան արդեն որ կանցնի 50 տարի կընտրվի 50 տարի դա բան աշխարհում ընդունված չափանիշ է թե ձեր չափանիշներն են մեր չափանիշներն մեր ժողովուրդը մի քիչ լավ չգիտի վերցնենք ձեր սիրելի Ֆրանսիան կա Լուվր Օրսեի թանգարան եւ ժամանակակից Պոմպեդուի թանգարան ամեն մեկը պետք է իր տեղում լինի Չի այսօր մեզ մոտ հիվանդություն է բոլորն ուզում են ազգային պատկերասրահում ցուցադրվեն հա մի ժամանակ կար երբ որ նկարիչների միության սրահները վերանորոգման մենք կազմակերպեցինք մի 10 երևի ցուցահանդես մեր ժամանակակիցների ուզում եք ասել այստեղ սուբյեկտիվիզմ չկա եւ բացառապես ոչ մեկ ժամանակակիցներից տեղ չեն ունենում պատկերասրահում կամ չեն ցուցադրվում ինչի չեն ցուցադրվում ցուցադրվում են ըստ համապատասխան օրինակ մենք հիմա կազմակերպել ենք 20-ամյակի ցուցահանդես
Իրանք էլ կարող են ներկայացնել իրենց ստեղծագործությունը, հանձնաժողովը կընտրի եւ կցուցադրվի։ Այդտեղ դուք խնդրեմ մի սարքեք։ Ման եք գալի այնպիսի բաներ, որ իբրե թե իրենց նեղացնում են, դες բան չկա։ Իրենք ամեն նկարիչ իր տեղը ունի։ Ոչ մեկի տեղը չի զբաղացնում ու ոչ մեկը չի ցանկանում գնահատական տալ։ Նրանք իրենց ստեղծագործությամբ են զբաղվում, մյուսները իրենց գործով են զբաղված։ Ակտուալ արվեստի բաժին մեզանում չենք պատկերացրան, որ ինչ որ ժամանակ իսկապես կունենանք ու կստեղծենք։ Նորից եմ կրկնում, բերում եմ Լուվրի, Օրսեի թանգարանի, Պոմպեդուի թանգարանի եւ այսօրվա բոլոր այն ցուցասրահները, որը գոյություն ունի արվեստի մայրաքաղաք Փարիզում։ Այդ հարաբերությունը պետք է լինի եւ Հայաստանում։ Մենք ունենք հրաշալի ժամանակակից արդեն 40-50 տարի ստեղծված ժամանակակից արվեստի թանգարան։ Նոր մասնաճյուղ կա։ Խնդրեմ թող ցուցադրվեն։ Կան նկարիչների միության հրաշալի սրահներ, թող ցուցադրվեն։ Մենք բոլորս իմ վերջի միշտ ասում են, քանի որ ես նկարիչ եմ, բերում են Փարավոն Միրզոյանի օրինակը։ Փարավոն Միրզոյանը իր 60-ամյակի ցուցահանդեսը նկարիչների միություն, եւ ես շատ ուրախ եմ եւ ինձ լավ եմ զգում, որ իմ օջախում որպես նկարիչների միության անդամ ցուցադրվել եմ այնտեղ։ Ակտուալ արվեստի նկատմամբ մեր մասնավոր զրույցներում զգացել եմ, որ դուք ունեք, չասեմ, բացասական գոնե անտարբեր վերաբերմունք։ Ոչ, ես միանշանակ գտնում եմ, որ դուք սխալ եք, որովհետև ես ընդունում եմ բոլոր տեսակի նկարչությունները, ձևերը, բանը, բայց ամեն ինչը իրեն տեղում։ Ես չեմ ուզում այսօրվա երիտասարդին բերել Սուրենյանցի հետ համեմատել։ Ամեն մեկը իր ժամանակին իրեն տեղը գտնելու է, թող ոչ մեկը չվռացի։ Պարոն Միրզոյան, ինչն է արվեստում ձեր ասելիքը, որն է ձեր ասելիքը արվեստում։ Որպես նկարիչ։ Որպես նկարիչ եմ արդեն հարցնում։ Բանը նրանում է, որ ամեն մարդու Աստված տվել է այնքան, ինչքան տվել է։ Եվ իմ ցանկությունն է մարդկանց բարիություն, սեր, այնպիսի ստեղծագործություն ստեղծել, որ մարդուն ապրեցնի, սեր տա։ Այ իմ ցանկությունը, իմ նկարչության մեջ դա է անգրկված։ Կարելի է ասել, որ զգում եք դրա բացը, պակասը երկրում ընդհանրապես Երկրագնդի վրա դրա պակասը միշտ կա։ Ես միշտ եւ մի հարցազրույցի ժամանակ էլ ասեցի, որ երկրագունդը ստեղծվել է որպես մարդու համար ստեղծվել է որպես դրախտ։ Մարդն է նրան սարքել ժամանակավոր կացարան, հասկանում եք։ Եվ մենք ինչքան գնում է երկրագնդը դա բարիության, մարդկության, ցանկության, ապրելու, ինձ համար միշտ զարմանալի է, ինչա կատարում այսօր արաբական երկրներում։ Այդ պատերազմները, բանը ինձ համար անընդունելի են։ Իմ կարծիքով այն ինչ որ ստեղծվել է Աստծո կողմից երկրագունդը, դա դրախտավայրը մարդը պետք է վայելի։ Ոչ թե հեղափոխություն իրականացնի։ Ոչ մի հեղափոխություն ապրելու համար է։ Պարոն Միրզոյան, իսկ մշակութային հեղափոխություն շատ են խոսում նաև դրա անհրաժեշտության մասին, մատնանշում են 67-ին, ասենք Ֆրանսիայի հեղափոխությունը, 68-ին ԱՄՆ-ում։ Ես քանի որ մի քիչ ավելի ծանոթ եմ այդ ժամանակաշրջանին, հավատացեք, դա էլ ավելի շատ քաղաքականացված էր, քան թե դրանք ավելի մեծ նկարիչներ էին, քան թե այդ ժամանակի ապրող ընդունված նկարիչները։ Ոչ մի տարբերություն չկար։ Դրանցից ոչ մեկը ոչ Ֆալկից է լավ նկարիչ, ոչ Սարյանից, ոչ Կուզնեցովից, ոչ մնացածներից, ովքեր պետության կանչալովսկուց, որոնք ընդունված էին, այսինքն պետության կողմից։ Համաձայնեք այն մտքի հետ, որ չի կարելի զրուցել երկար արվեստի մասին, եթե հիմքում քաղաքականություն չկա, այսինքն արվեստն էլ ինչ որ առումով այսօր հենց քաղաքականություն է։ Մենք պետք է երկու տեսակետով նայենք։ Եթե ես ապրում եմ մի երկրում եւ դա իմ երկիրն է, ես նրան պետք է եւ քաղաքականությունը եւ մտածելակերպը հարգելով, որովհետեւ այդ ժամանակի զավակն է արվեստագետը։ Հասկանում եք, կա մի ուրիշ բան, կարող է Աստված այդ նկարիչին տվել է ֆենոմեն հասկացողությունը, որը ժամանակից դուրս է։
դա էլ ընդունելի է։ Ուրեմն մենք պետք է չչարանանք ոչ մի դեպքում ոչ մի ստեղծագործողի հետ կամ նրա կյանքի հետ։ Օրինակի համար ոնց որ Չարենցին վերաբերվեցին կամ աշխարհի տարբեր ուրիշ երկրների նման արվեստագետներին, թող նա ապրի, ժամանակը կորոշի ով էր մեծ, ով էր ինչ անում, չի կարելի։ Ես դրա համար այն կողմից էլ գտնում եմ, որ սխալ է, որ արվեստագետին չպետք է ասեն ինչ պիտի նկարես, ում պիտի նկարես։ Այդ պետք է այդ ազատությունը լինի, բայց ազատության հետ մեկտեղ մենք պետություն ենք։ Ես այսօր առանձնապես չեմ տեսնում այն մշակութային արվեստի մեծ զարգացումը, ինչ որ կա այսօր։ Կան շնորհքով նկարիչներ, նո չասենք տաղանդավորներ, լավ ասենք որ տաղանդավորներ։ Ինչու՞ չկա, որովհետև չի տրված այդ ազատությունը։ Ոչ, դա ազատության հետ չի։ Պետությունը պետք է ունենա իրեն հստակ մշակութային քաղաքականությունը։ Ոչ թե այդպես բառերով չբանջանենք, որ հստակ իր պետության մեջ ինչ նկարչություն, ինչ արվեստ, ինչ երաժշտություն պիտի լինի։ Այսօր մի քիչ իմ կարծիքով խառնաշփոթություն է։ Թե երաժշտության մեջ, թե նկարչության մեջ, բոլոր տեսակի ոչ թե միայն մշակույթի, քաղաքականության մեջ են նույնն այդ կուսակցական այդ բաները, որը իմ կարծիքով Հայաստանում մի կուսակցություն պետք է լինի հայ։ 3 միլիոնանոց ժողովրդին է սա այս կրթական համակարգները, բանը, դա իմ կարծիքն է։ Պետությունը այս անգամ վերցրեց իր վրա Վենետիկի բիենալեի իրականացումը։ Ցավոք տանեմ, դրանք զբաղմունքներ են։ Վենետիկի բիենալ, բանի Գյումրի բիենալ, դրանք շոուներ են, մի այդքան լուրջ ընդունեք դա։ Թող լինի, ես դրան եմ կողմնակից, բայց մենք ավելի մեծ հարցեր պետք է քննարկենք որպես ազգ, որ մեր արվեստը, մեր մշակույթը այսպիսին է։ Մենք այսօր նմանվում ենք իտալացուն, ամերիկացուն, ֆրանսիացուն, ուրա հայը, ուրա հայ գեղանկարչությունը, ուրա հայ կերպարվեստը, ուրա հայ երաժշտությունը։ Այդ ինչա, գնում են երգում են, չես հասկանում, հայերեն են երգում, անգլերեն են երգում, այդ ինչ երաժշտություն է, ով է գրե, դա ինչ կրթություն ունի։ Հասկանում եք, անհասկանալի է, մենք պետք է մեր ազգային արմատներից չհեռանանք, մենք ոչ Ֆրանսիա ենք, ոչ Ռուսաստան ենք, մեզ թվում է, թե մենք շատ մեծ ենք, մեծության մեջ չի, արվեստը, եթե բոլոր երկրները ներկայանում են իրենց ազգային արվեստով, եթե չկա ազգայինը, չկա համաշխարհայինը, հասկանում եք, այդ մենք օրինակը ունենք Արամ Խաչատուրյանի, եթե նրա ազգային մեծ այդ հոգին չլիներ այն երաժշտության մեջ, այդ մեծ աշխարհը նրան չէր ընդունի որպես այսօրվա մեր Սարյանիներ, Սուրենյանցիներ, նրանց արմատները հայկականի մեջ է, արևելքի մեջ է։ Իսկ մենք ուզում ենք ամերիկացի լինենք, էլ ամերիկացի իրենց համար նկա իտալացիները։ Բիենալը ինչի եք դուք այդքան բան տալիս դրան։ Հա, մի խումբ շնորհալի նկարիչներ մասնակցում են բիենալին, դու մասնակցեն։ Ուզում եմ խիստ անձնական հարց տալ ձեզ։ Վերջին մի 2 տարվա ընթացքում անընդհատ խոսվում է Քարերի սիմֆոնիայի մասին, որ դուք Քարերի սիմֆոնիայի քարերով, այսպես ասած, ամառանոց եք կառուցում։ Հավատացեք, ես 100 անգամ ասել եմ, դա ոչ մի կապ չունի սիմֆոնիայի քարերի հետ։ Որտեղից են բերված այդ քարերը։ Գուցե հասարակությանը ասենք, այս խոսակցության վերջը տրվի։ Թող հասարակությունը հասկանա, որ այդ քարերը ես առել եմ բնակիչներից իրենց առաջարկած բանով։ Դա սիմֆոնիայի քարերի հետ կապ չունի։ Շատերը շատ բան են ասում ու նաև կադրերով ցույց տալիս, որ կոնկրետ այս քարը վերցրած է եղել Քարերի սիմֆոնիայից։ Միանշանակ համոզված եղեք, որ դա սխալ ինֆորմացիա։ Այսինքն դուք մեր հուշարձաններին իսկապես վնաս չեք տվել ու չեք տա երբևէ։ Լսեք, դուք խոսում եք Փարավոն Միրզոյանի հետ։ Եթե դուք այդ արվեստագետին մի քիչ հարգում եք, նրա արվեստը գիտեք, այդպիսի մարդը նման քայլի չի կարող դիմել։ Դուք կփնտրեք, եթե այդ մեկը նման քայլի է դիմել, փնտրեք այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Իսկ ինձ հետ դա որևէ կապ չունի։
Շնորհակալություն, պարոն Միրզոյան։ Իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը։